Վախ չունիր ֆիզիկապես կապրես, թե չես ապրել։ Եղել են խեղտամահանելու փորձեր, եղել է փախել եմ ես, գցել են գետնին մազերիցս քաշելով տարել են մինչև տուն։ Բայց ես ոչինչ չի զգում, արդեն սկսել էր սիրտս ու հոգիս ցավը։ Ինչպես էիր կարողանում երեխաներին մատուցել, թե ինչ է տեղի ունենում ձեր ընտանիքում։ Իմ մեծ տղան շատ ուշ սկսեց խոսել, միայն այն հետևանքներով, թե ինչեր էր որ տեսել, ինչ ապրումներ էր ունեցել։ 5 տարեկանում նոր տղա սկսեց խոսել, երեխաներից մեջ շատ կա այդ ագրեսիվությունը, խոսում է իրենց հետ, որ չի կարելի։ Ասում են, բայց ինչի, պապան քեզ խփում է։ Կարող է իմ երեխան ուղղակի չապրեր, իմ աղջիկը ծնվեց 800 գրամ քաշով, բռնության հետևանքով։ Ես էլի վերջին հնարավորություն տվեցի, կարելի ասել, քանի որ ես մեծացել եմ կիսատ ընտանիքում, փորձում էի փրկել ընտանիքս։ Նաև իմ մեջ կար սեր, քանի որ ինչքան էլ որ այդ բռնությանը ենթարկվել եմ, բայց ես սիրել եմ իմ ամուսնուն շատ։